1999 թվականի հոկտեմբերի 27-ը սկսվեց որպես սովորական առավոտ։ Վազգեն Սարգսյանը արթնացավ իր տանը վաղ, երբ Երևանի փողոցներում դեռ լռություն էր, երբ քաղաքը դեռ չգիտեր, որ այսօրը կդառնա նրա պատմության ամենաարյունալի կետը։ Նա խմեց սուրճը, նայեց մարդկանց, ովքեր նրա շրջապատում էին այնքան տարիներ, եւ գնաց դեպի խորհրդարան, անելու այն, ինչ վարչապետը պետք է անի։ 5 ժամ հետո նա կլիներ մեռած, իսկ Հայաստանը այլ երկիր, այլ ճակատագրով, այլ անցքով դեպի ապագա, որը մենք այսօր կրում ենք որպես պատիժ, բայց նա դեռ չգիտեր այդ, երբ մտնում էր շենքը, որտեղ նրա համար արդեն սպասում էին հրացանները։ Այսօր մենք կվերականգնենք այն, ինչը կորել է։ Ոչ թե պարզապես մի կյանք, նա պարզ զոհ չէր։ Մենք կվերականգնենք մի ապագա, որը չկայացավ, մի պատմություն, որը չգրվեց, մի Հայաստան, որը չծնվեց։ Քանի որ հարցը այս չէ, ինչ կորցրինք մենք հոկտեմբերի 27-ին, հարցը այն է, ինչ կարող էր լինել, եթե այդ օրը երբեք չլիներ։ Բայց սկսենք սկզբից։ Մենք պետք է հասկանանք, թե ով էր այս մարդը, որին կոչում էին սպարապետ, թե ինչպես նա ստեղծեց բանակ, որը հաղթեց, թե ինչու նրա մահը փոխեց ամեն ինչ։ Եվ ավելի կարևոր, ինչպես այս մարդը, եթե ողջ մնար, կարող էր փոխել ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը, ամբողջ մեր ճակատագիրը։ Ինչպես մի կյանք կարող էր փրկել հազարավոր ուրիշներ։ Նա ծնվել էր 1959 թվականի մարտի 5-ին, Արարատի մարզում, Սովետական Հայաստանում, որտեղ հայրենասիրությունը խոսում էին շշուկով, երբ ոստիկանները լսում էին։ Նրա ընտանիքը պարզ մարդիկ էին, բայց նրա մեջ այրվում էր մի բան, որը չէր այրվում մյուսների մեջ։ Մի ցավ, որը դարձավ ուժ, մի բարկություն, որը դարձավ սեր հայրենիքի նկատմամբ։ Երբ նա աճեց, նա դարձավ գրող, բայց ոչ այն գրող, որը գրում է վարդերի մասին։ Նա գրում էր այն Հայաստանի մասին, որը դեռ չկար, այն ազատության մասին, որը դեռ չտեսնվում էր։ Եվ երբ եկավ 1988 թվականը, երբ Արցախը սկսեց գոռալ օգնության համար, Վազգեն Սարգսյանը իր գրիչը փոխեց հրացանի։ Նա ստեղծեց Եռաբլուժ ջոկատը 1990 թվականին, վերցրեց 30 հոգի, ովքեր հավատում էին նրան, եւ գնաց դեպի Արցախ։ Պատերազմ, որը պաշտոնական չէր, բայց ավելի իրական էր, քան որևէ պաշտոնական բան։ Նրանք կռվեցին առանց սննդի, առանց զենքի, առանց պետության պաշտպանության։ Բայց նրանք հաղթեցին, քանի որ Վազգենը ուներ մի բան, որը ոչ ոք ուրիշը չուներ։ Կամք։ Կամք, որը կարող էր տեղափոխել լեռները։ Երբ Հայաստանը դարձավ անկախ 1991 թվականին, նրան անմիջապես նշանակեցին պաշտպանության առաջին նախարար։ Նա էր մարդը, ով պետք է ստեղծեր բանակ չնայած։ Եվ նա ստեղծեց։ Երբ հարկավոր էր 30,000 զինվոր, նա բերեց նրանց։ Երբ հարկավոր էր հաղթանակ Շուշիում, նա տվեց հաղթանակը։ Ադրբեջանը ուներ նավթը, ռուսական զենքը, թուրքական պատերազմական ուսուցիչները։ Հայաստանը ուներ Վազգենին։ Եվ հաղթեց Հայաստանը։ Բայց դա էր նաև նրա նզովքը։ Քանի որ մարդը, ով կարողանում է ստեղծել հաղթանակ, միշտ վտանգավոր է նրանց համար, ովքեր ուզում են հաշվի չնստել կարծիքների հետ։ Երբ 1997 թվականին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց ընդունել Արցախի փուլ առ փուլ լուծման պլանը, Վազգեն Սարգսյանը ասաց. ոչ։ Ոչ միայն ոչ։ Նա ասաց. եթե դու սա անես, մենք կորցնենք ամեն ինչ։ Ինչի համար մարդիկ մեռան։ Եվ նա սկսեց հավաքել իր դաշնակիցներին՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ուրիշները։ Նրանք ստիպեցին Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ 1998 թվականին։ Այդ պահից Վազգենը դարձավ ամենահզոր մարդը Հայաստանում։ Բայց նա չէր ցանկանում իշխանություն, նա ցանկանում էր բանակ, պաշտպանություն, հաղթանակ։ Երբ եկավ 1999 թվականը, նա ստեղծեց քաղաքական դաշինք, միասնություն, համագործակցությամբ Կարեն Դեմիրճյանի հետ։ Նրանք հաղթեցին խորհրդարանական ընտրություններում մայիսին։ Հունիսի 11-ին Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ։ Նա ուներ իշխանությունը, ժողովրդի հավատը, բանակի հավատարմությունը։ Նա ուներ ամեն ինչ։ Եվ հենց նրա համար էլ նրան սպանեցին։ Կարող է լինել, որ մի մարդ, ով փրկեց երկիրը պատերազմում, մեռնի իր սեփական խորհրդարանում։ Կարող է լինել, որ 5 մարդ մտնեն ավտոմատներով եւ սպանեն վարչապետին, խորհրդարանի նախագահին, դեռ 8 հոգու, առանց որևէ մեկի դիմադրության։ Կարող է լինել, որ ամենաուժեղ անվտանգության ծառայությունը, որը Վազգենը ինքը ստեղծեց, չիմանար այդ մասին։ Պաշտոնական տարբերակն ասում է. տերորիստ Նայիրի Հունանյանը, քաղաքական դժգոհությունները, խելագարություն։ Բայց որքան մարդ հավատում է այդ պատմությանը։
Երբ հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանը, ով եղել էր Վազգենի դաշնակիցը, ստանձնեց ողջ իշխանությունը, երբ Սերժ Սարգսյանը, ով նույնպես եղել էր մտերիմը, բարձրացավ վերև, մարդիկ սկսեցին հարցեր տալ. Ո՞վ շահեցավ Վազգենի մահից։ Ո՞վ։ Նրանք, ովքեր նստեցին նրա աթոռին։ Նրանք, ովքեր վերցրին այն ձեռքի փորձը, որը նա ստեղծել էր։ Նրանք, ովքեր 25 տարի իշխում են Հայաստանում, այնպես ինչպես Վազգենը երբեք չէր իշխի։ Նրանք, ովքեր կորցրին Արցախը 44 օրում, այն Արցախը, որը Վազգենը փրկեց։ Բայց դա միայն մի հարց է։ Կդամ մեկ ուրիշ հարց, որը ավելի կարևոր է։ Ինչ կլիներ, եթե Վազգենը չսպանվեր։ Ինչ կլիներ, եթե այդ 5 տերորիստները չմտնեին խորհրդարան, կամ անվտանգությունը կանխեր նրանց, կամ Վազգենը ինքը դիմադրեր եւ ողջ մնար։ Ինչպիսի Հայաստան կունենայինք մենք այսօր։ Սա հարց է, որը տանջում է միլիոնավոր հայերի։ Քանի որ մենք տեսնում ենք այն Հայաստանը, որը մենք ստացանք, Արցախը կորցրած, տնտեսությունը քայքայված, երիտասարդությունը հունահեռացած, երկիրը անհույս։ Եվ մենք հիշում ենք մարդուն, ով կարող էր փրկել մեզ։ Բայց կարող էր նա։ Կամ դա միայն նոստալգիա է, միայն երազանք, միայն ցավ այն մասին, որ մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը։ Եկեք փորձենք պատասխանել այս հարցին։ Եկեք վերականգնենք այն ապագան, որը չկայացավ։ Եկեք խոսենք ոչ թե միայն պատմության մասին, այլ այլընտրանքային իրականության մասին։ Այն Հայաստանի մասին, որտեղ Վազգեն Սարգսյանը դեռ վարչապետ է, որտեղ Արցախը դեռ ազատ է, որտեղ մեր երեխաները դեռ չեն մեռնում պատերազմներում, որոնք կորցված են սկզբից։ Դա ֆանտազիա չէ, դա վերլուծություն է, հիմնված փաստերի, տարբերակների, հավանականությունների վրա։ Քանի որ Վազգեն Սարգսյանը ոչ թե սուրբ էր, ոչ թե հրաշք, նա էր մարդ, խելացի, կամքի, պլաններով։ Եվ եթե նա ունեցավ իշխանություն 20 տարի, ոչ թե 5 ամիս, ինչ կփոխվեր։ Սկսենք նրանից, ինչը ամենակարևորն է։ Արցախ։ Հոկտեմբերի 27-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ իրական իշխանություն, Արցախի քաղաքականությունը սկսեց փոխվել։ Նա ոչ թե ուժեղացրեց դիրքերը, այլ սկսեց բանակցել ավելի փափուկ։ Նա թույլ տվեց, որ միջազգային ճնշումները աճեն։ Նա համաձայնեց այն նույն փուլ առ փուլ պլանի տարբերակների հետ, որոնց Վազգենը դեմ էր։ Ինչու՞։ Քանի որ Քոչարյանը քաղաքական էր, ոչ թե զինվորական։ Նա ուզում էր մնալ իշխանության մեջ, ոչ թե հաղթել պատերազմում։ Վազգենը տարբեր էր։ Նա գիտեր, միակ կերպ պահպանել Արցախը ուժով։ Ոչ թե բանակցություններով, որոնք երբեք չավարտվեն, այլ ուժով, որը ստիպում է թշնամուն հարգել քեզ։ Եթե Վազգենը ողջ մնար, նա կուժեղացներ բանակը ավելի շատ։ Նա արդեն ասել էր, մենք պետք է ունենանք 30,000 զինվոր, 4,000 տանկ, հարյուրավոր օդանավեր։ Նա ուզում էր Հայաստանը դարձնել ռազմական ուժ, ոչ թե փոքրիկ երկիր, որը կախված է Ռուսաստանից։ Բայց իշխանության մեջ նա կլիներ շատ ավելի զգույշ։ Վազգենը չէր Գամսախուրդյան, ով կռվեց բոլորի հետ եւ մնաց մենակ։ Վազգենը խելացի էր։ Նա կպահպաներ դաշինքը Ռուսաստանի հետ, բայց ոչ թե ստրուկի կերպով։ Նա կհամագործակցեր Իրանի, Չինաստանի հետ, ստեղծելու հակակշիռ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Նա կսկսեր զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը, ինչպես Իսրայելը արեց 30 տարի առաջ։ 30 տարի։ Դա 2 սերունդ է։ 30 տարի Վազգենի հետ նշանակում էր բանակ, որը կարող է հաղթել Ադրբեջանին առանց Ռուսաստանի, տնտեսություն, որը ապահովում է այդ բանակը, դիվանագիտություն, որը պաշտպանում է քեզ միջազգային ասպարեզում։ Դա նշանակում էր, երբ եկավ 2020 թվականը, երբ Ադրբեջանը գնեց թուրքական դրոններ եւ ռուսական համակարգեր, Հայաստանը պատրաստ կլիներ։ Բայց պատմությունը ցույց տվեց ուրիշ բան։ 2020 թվականին Հայաստանը չպատրաստված էր։ Բանակը քայքայված էր կոռուպցիայով, ընտանեկան բիզնեսով Սերժ Սարգսյանի որդու եւ մյուսների կողմից։ Զենքը հնացած էր, զինվորները վատ պատրաստված։ Եվ երբ եկավ պատերազմը, մենք կորցրինք 44 օրում այն, ինչը Վազգենը հաղթել էր 3 տարում։ Վազգենի հետ դա չէր կարող տեղի ունենալ։ Նա ինքը մարտնչող էր։ Նա չէր թողնի, որ իր զինվորները զրկված լինեն։ Նա ինքը կգնար առաջնագից եւ կստուգեր զենքերը, մարդկանց, պլաններին։ Դա էր նրա անձնավորությունը։ Բայց պատերազմը միայն մի մասն է պատասխանի։ Ուրիշ մասը տնտեսությունը։ Երբ Վազգենը դարձավ վարչապետ 1999 թվականի հունիսին, նա ունեցավ պլաններ բարեփոխումների համար։ Նա ցանկանում էր ստեղծել միջին դասակարգ, ոչ թե օլիգարխներ։ Նա ցանկանում էր զարգացնել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, տեխնոլոգիաները։ Նրա խոսքերը պահպանված են։ Հայաստանը պետք է դառնա ինքնաբավական, ոչ թե փոխխնդրող մանուկ։
բայց նա չունեցավ ժամանակ։ 5 ամիս բավարար չէ բարեփոխումների համար։ 30 տարի, այո։ 30 տարի Վազգենի հետ նշանակում էր կառավարություն առանց կոռուպցիայի վերևից, քանի որ նա ինքը չէր հանդուրժում այդ։ Պետական հիմնադրամներ, որոնք գնում են արդյունաբերության մեջ, ոչ թե օլիգարխների գրպանների մեջ։ Կրթություն, որը պատրաստում է երիտասարդներին ստեղծել բիզնես, ոչ թե փախչել երկրից։ Դա ռեալիստական է։ Նայեք Վիետնամին, նայեք Ռվանդային։ Երկրներ, որոնք վերաբերվում էին քաղցկեղի նման 30 տարի առաջ, այսօր աճում են հրաշալիորեն։ Վազգենը ուներ այդ տեսլականը, բայց նրան չտվեցին։ Իսկ կորցրած տնտեսությունը նշանակում է կորցրած երիտասարդություն։ Տեսեք այսօր, միլիոն հայեր ապրում են Ռուսաստանում, աշխատում որպես շինարարներ, ծառայողներ, տաքսիստներ։ Նրանք հեռացան, քանի որ Հայաստանը չի կարող նրանց աշխատանք տալ։ Բայց եթե Վազգենը իշխում էր 30 տարի, այդ մարդիկ կմնային։ Նրանք կստեղծեին բիզնեսներ, կավելացնեին բնակչությունը, կուժեղացնեին Հայաստանը։ 30 տարի, դա 2 սերունդ երեխաներ է, որոնք ծնվում են Երևանում, ոչ թե Մոսկվայում։ Բայց հարցը մնում է, Վազգենի ուժերը չափազանց էր, կամ նա միշտ զգաստ ապրեց։ Երբ նա դաշինք կնքեց Կարեն Դեմիրճյանի հետ, դա իմաստուն քայլ էր։ Դեմիրճյանը հին սովետական կոմունիստ էր, բայց նա ուներ փորձ, ցանց, հարգանք բնակչության մեջ։ Վազգենը գիտեր, քաղաքականությունը չի կարելի անել միայն ուժով, քեզ պետք են դաշնակիցներ։ Նա չդարձավ դիկտատոր, նա մնաց ժողովրդավար, թեև ուժեղ ղեկավար։ Բայց նրան սպանեցին ուրիշ մարդիկ, ովքեր չուզեցին այդ հավասարակշռությունը։ Մարդիկ, ովքեր ցանկանում էին ամբողջ իշխանությունը։ Ով կազմակերպեց սպանությունը։ Մենք երբեք չենք իմանա պաշտոնապես, քանի որ արդարադատությունը Հայաստանում վերահսկվում է նույն մարդկանց կողմից, ովքեր կասկածվում են։ Բայց եկեք նայենք ում շահեց։ Ռոբերտ Քոչարյանը դարձավ անվիճելի ղիճելի ղեկավար։ Սերժ Սարգսյանը բարձրացավ իշխանության գագաթնակետը։ Նրանք երկուսն էլ եղել էին Վազգենի դաշնակիցներ, նրա ընկերներ, նրա հավատացյալները։ Բայց երբ նա մեռավ, նրանք բաժանեցին իրենց մեջ այն ամենը, ինչ նա ստեղծել էր։ Դա ապացույց չէ, բայց դա հարց է, որը երբեք չի լռեցվի։ Եվ այդ հարցի մութ ստվերը պատում է Հայաստանի բոլոր տասնամյակներին այդ ողբերգական օրից ի վեր։ Քանի դեռ Վազգենի մահվան իրական պատճառները փակ են, քանի դեռ նրանց, ովքեր շահեցան, պատասխանատվության չեն քաշվել, այդ ստվերը կմնա։ Եվ Հայաստանը կշարունակի վճարել գինը։ Բայց եկեք թողնենք կոնսպիրացիաները մի կողմ եւ հարցնենք ավելի կարևոր բան։ Ինչ կլիներ, եթե նա ողջ մնար։ Դա հարցն է, որի պատասխանը կփոխի ամեն ինչ։ Եվ դրա պատասխանը հենց այն ապագան է, որը մենք կորցրեցինք հոկտեմբերի 27-ին։ Կար մի հարց, որը ոչ ոք երբեք չհարցրեց հանրորեն։ Ինչ գիտեին նրա մերձավորները իրականում։ Այն մարդիկ, ովքեր նստում էին նրա հետ ընթրիքի սեղանի շուրջը, ովքեր լսում էին նրա լռությունը, երբ նա վերադառնում էր տուն, հոգնած, ծանրաբեռնված, իր աչքերում մի բան, ինչը նրանք չէին կարող հասկանալ, բայց զգում էին որպես վախ։ Նրանք տեսան ուրիշ Վազգեն Սարգսյան, ոչ սպարապետին, ոչ հերոսին, այլ մարդուն, ով գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ Երբ նա խոսում էր հեռախոսով, նրանք լսում էին կտրուկ լռություններ, երկար դադարներ, ապա մի բառը հասկացա, որը հնչում էր ինչպես դատավճիռ։ Երբ նա մտածում էր նստած իր կաբինետում ուշ գիշերները, նրանք չէին համարձակվում մտնել, քանի որ նրա դեմքը ասում էր, նա մենակ է այն տեղում, որտեղ ոչ ոք չի կարող հետևել։ Մի անգամ շաբաթ առաջ, դեպի հոկտեմբերի 27-ը, նա նստած էր իր սրահում, հեռուստացույցը բացված, բայց նա չէր նայում դրան։ Նրա ձեռքը դողում էր։ Միայն մի փոքր անտեսանելի նրանց համար, ովքեր չէին ճանաչում նրան 60 տարի։ Բայց նրա կինը նկատեց։ Նա հարցրեց. «Վազգեն, ինչ է պատահել»։ Նա պատասխանեց. «Ոչինչ, հոգնած եմ»։ Բայց դա ստե չէր։ Նա երբեք չէր ասում ստեր իր ընտանիքին, բայց այդ պահին նա ստեց, քանի որ ճշմարտությունը չէր կարող ասել։ Ինչպես ասես քո սիրելիներին, որ դու կասկածում ես, որ քեզ դավաճանել են ամենամերձավորները, որ դու զգում ես, թե ինչպես հողը սողում է քո ոտքերի տակից, որ հնարավոր է դու արդեն մեռած ես, պարզապես դեռ չգիտես երբ։ Նրա որդին, ով այն ժամանակ 14 տարեկան էր, հիշում է հայր մտնել իր սենյակ մի գիշեր, 3-րդ ժամին։ Վազգենը նստեց նրա մահճակալի եզրին եւ նայեց նրան երկար ժամանակ, լուռ, ինչպես ծնողը նայում է իր երեխային, երբ գիտի, որ հնարավոր է սա վերջը։ Վազգենը չեղավ մտածելու, թե ուր է մոտ հանցագործը, ինչու այդ օրը նրան է հայրենիք ուղարկել, թե ինչպես կարող էր ինձ այդքան անհետացնել։ Նրա համար այդ բանը չկարևոր էր։ Նա հիշում էր իր մտքերը, որոշելու, թե ուր պետք է մնա, եւ իրականությունը դժվար էր դիտել։ Նրա մտքերը կամ ուրիշներին, կամ իր եղբայրին։ Նրա մոտ չկար գոյնական վայր եւ վանք։
Նրա մոտ ոչ մի բան չկար, եւ իր մոտ էլ չկար վտանգ։ Նրա մոտ էլ չկար սիրո հեղափոխություն։ Նրա մոտ կանց գիտի, որ հնարավոր է սա վերջին անգամն է։ Ապա նա շոշափեց նրա գլուխը եւ ասաց. «Դու պետք է ուժեղ լինես, թեկուզ ես չլինեմ»։ Տղան արթնացավ, հարցրեց. «Հայր, դու ուր գնում ես»։ Վազգենը ժպտաց, բայց այդ ժպիտի մեջ էր ամբողջ ցավը մարդու, ով գիտեր, որ նա չի կարող պաշտպանել իր ընտանիքը այն փոթորկից, որը գալիս է։ Նա ասաց. «Ոչ ուր, պարզապես մտածում էի»։ Եվ գնաց, թողնելով տղային քնելու, թեև տղան այլևս չքնեց այդ գիշեր։ Մենք այսօր խոսեցինք մարդու հետ, ով մտերիմ էր Վազգեն Սարգսյանին, մարդ, որը խոստացավ մնալ անանուն, քանի որ նա դեռ վախենում է։ 25 տարի անց նա դեռ վախենում է, դա բոլորն ասում է։ Նա պատմեց մեզ. Վազգենը վերջին 2 շաբաթներին փոխվել էր։ Նա չէր քնում, նա հրաժարվում էր ուտելուց, նա պահանջում էր, որ իր անվտանգության մարդիկը ստուգեն խորհրդարանը ամեն օր։ Մենք հարցրինք ինչու, նա ասաց. պարզապես զգուշություն։ Բայց մենք տեսանք նրա աչքերում, որ դա ոչ զգուշություն էր, դա վստահություն էր, որ ինչ էր, որ ինչ-որ բան տեղի կունենա։ Մենք հարցրինք. դուք հավատում եք, որ նա գիտեր իր մահվան մասին։ Մարդը լռեց երկար, ապա ասաց. նա գիտեր, որ նրան ուզում են սպանել, բայց նա չգիտեր ով, երբ, ինչպես։ Եվ նա որոշեց շարունակել, քանի որ եթե նա խուսափեր, դա նշանակում էր ընդունել, որ նա պարտված է։ Դա էր Վազգենի ողբերգությունը։ Նա չէր կարող փախչել։ Նա էր այն տեսակի մարդը, ով կռվում է մինչև վերջ, նույնիսկ երբ գիտի, որ վերջը կգա շուտով։ Նա էր զինվորական, եւ զինվորականները չեն փախչում դաշտից։ Բայց ինչ խնդրեց նա իր ընտանիքից։ Պահպանել հիշողությունը, պահպանել իմաստը նրա պայքարի, պահպանել հույսը, որ մի օր ինչ-որ մեկը կշարունակի այն, ինչը նա սկսեց։ Նրանք պահպանեցին այդ հուշը 25 տարի։ Բայց Հայաստանը չպահպանեց։ Հայաստանը մոռացավ Վազգենին, թաղելով նրա պատկերները բիլբորդներում ընտրությունների ժամանակ, բայց ոչինչով ավելին։ Նրա անունը կրող փողոցներում երեխաները խաղում են, չգիտակցելով, թե ով էր այդ մարդը։ Իսկ նրա մահվան իրական պատճառները դեռևս թաքնված են արխիվներում, որոնք երբեք չեն բացվի։ Սակայն այդ փակ արխիվները պարունակում են ոչ միայն սպանության տվյալները։ Նրանք սափելի է։ Նրանք պարունակում են ապացույց։ Վազգենը ճիշտ էր։ Ամեն ինչի մասին, ինչը նա նախատեսել էր, ամեն վտանգի, ամեն դավադրության, ամեն արյունալի ապագայի, որը հաջորդեց նրա մահից հետո։ Եթե այդ արխիվները երբևիցե բացվեն, ողջ Հայաստանը կիմանա, մենք կորցրինք ոչ թե պարզապես մի վարչապետ, այլ վերջին հնարավորությունը փրկվելու համար։ Արդյոք նրա ընտանիքը դեռ հավատում է, որ մի օր արդարությունը կերևա։ Մարդը, ում հետ խոսեցինք, ասաց մեզ. հույսը մեռնում է վերջին։ Բայց նրա ձայնում չկար համոզվածություն, կար միայն հոգնածություն, չթյուն, երկար անվերջ հոգնածություն այն մեն մարդկանց, ովքեր տեսել են ճշմարտությունը եւ գիտեն, որ նրանք անուժ են փոխել այն։ Սակայն կա մի բան, որը նրանք պահպանում են դեռևս։ Հավատը, որ եթե Վազգենը ողջ մնար, ամեն ինչ այլ կլիներ։ Այդ հավատը նրանց փրկում է, քանի որ այն միակ բանն է, որը մնաց նրանցից։ Բայց եկեք խոսենք մի վայրի մասին, որը ոչ ոք երբեք չտեսավ։ Մի վայրի, որը եղել է խորհուրդ նույնիսկ ամենամտերիմ խորհրդականների համար։ Մի վայրի, որը կարող էր փրկել նրան, բայց նա երբեք չհասավ այնտեղ։ Երևանի կենտրոնի տակ, խորը երկրի տակ, գոյություն ուներ ցանց թունելների, որոնք կառուցվել էին դեռ սովետական ժամանակներում, միջուկային պատերազմի դեպքում։ Այդ թունելները հասնում էին մինչև 20 կիլոմետր երկարությամբ, կապում էին կառավարական շենքերը, զինվորական բազաները, հատուկ ապաստարանները։ Մոսկվան կառուցեց այդ համակարգը 1970-րդ թվականներին, ապահովելու համար, որ սովետական իշխանությունը Հայաստանում կարող է գոյատևել նույնիսկ ամերիկյան ռմբակոծությունից հետո։ Բայց երբ Սովետական միությունը փլուզվեց, այդ թունելները մոռացվեցին, գրեթե բոլորի կողմից։ Վազգեն Սարգսյանը չմոռացավ։ Նա գիտեր այդ ցանցի մասին, քանի որ զինվորական էր, քանի որ նա ուսումնասիրել էր Երևանի պաշտպանության բոլոր հնարավոր ծրագրերը։ Եվ երբ նա դարձավ վարչապետ, նա պատվիրեց իր անվտանգության ծառայությանը ստուգել այդ թունելները, բացի հեռուցի երկրից։ Երբ նա նգել այդ թունելները բացել դրանք կրկին, տեղադրել լույսեր, կապի համակարգեր, պաշարներ, ինչու։ Ինչու։ Քանի որ նա գիտեր, պաշտպանությունը չի սկսվում դաշտում, այն սկսվում է նախքան պատերազմը։ Եվ եթե ինչ-որ բան տեղի ունենա Երևանում, հեղաշրջում, ծանր ռմբակոծություն, դավադրություն, նա ուներ պահուստային ծրագիր։ Վազգենը երբեք ոչ ոքի չասաց այդ թունելների ճշգրիտ տեղը, բացի 3-ից կամ 4 մարդկանցից։
Դրանք էին նրա անվտանգության ամենավստահելի սպաները, մարդիկ, ովքեր հետևել էին նրան Արցախից մինչև Երևան։ Այդ մարդկանցից մեկը ասաց մեզ, որ Վազգենը անհանգստանում էր վերջին շաբաթներին։ Նա պատվիրել էր ստուգել թունելների մուտքերը ամեն գիշեր, ապահովելով, որ ոչ ոք արտաքինից չգիտեր նրանց մասին։ Նա նույնիսկ գնաց ինքը մի գիշերում սեպտեմբերի վերջին, երբ ամբողջ քաղաքը քնած էր, եւ անցավ թունելների մի մասով, ստուգելու, որ ամեն ինչ գործում է։ Ինչն էր նրան այդքան անհանգստացնում։ Սպան անվտանգության ամենամերձավոր շրջապատից մեզ պատմեց մի շարադրություն, որը լսել էր հենց Վազգենից այդ գիշերում։ Նրանք երկուսը կանգնած էին խավարի մեջ, մի 10 մետր երկրի տակ, շրջապատված տաք խոնավությամբ, որը բուրում էր կոնկրետով եւ մետաղով։ Վազգենը ասաց. «Եթե ինձ ինչ-որ բան պատահի, եթե նրանք փորձեն վերցնել իշխանությունը ուժով, դուք պետք է հավաքեք այն մարդկանց, ովքեր դեռ հավատարիմ են, եւ գաք այստեղ։ Այստեղից դուք կարող եք ղեկավարել դիմադրությունը։ Այստեղից դուք կարող եք կապվել բանակի հետ։ Այստեղից դուք կարող եք փրկել հանրապետությունը»։ Սպան հարցրեց. «Իսկ դուք, Վազգեն Զավենի»։ Վազգենը պատասխանեց. «Ես չեմ փախչի երբեք, բայց դուք պետք է ապահովեք, որ փախուստը հասանելի է նրանց համար, ովքեր կգան հետս»։ Հոկտեմբերի 27-ին այդ թունելները մնացին դատարկ, եւ նրանք դեռ դատարկ են։ Այսօր, 25 տարի հետո, այդ թունելները դեռ գոյություն ունեն Երևանի տակ։ Մենք չգիտենք, թե արդյոք ինչ-որ մեկը դեռ պահպանում է դրանք, թե արդյոք դրանք լքված են լի փլատակներով եւ մկներով, բայց նրանք գոյություն ունեն որպես խորհրդանիշ, այն, ինչը կորցրինք։ Պահուստային ծրագիր, որը երբեք չկիրառվեց, հույս, որը երբեք չիրականացավ, ապագա, որը մնաց խավարի մեջ, 10 մետր երկրի տակ, սպասելով մեկին, ով երբեք չեկավ։ Չեկավ, բայց երևակայեք, եթե Վազգենը գիտեր ավելի շատ այն, ինչը գալու էր, եթե նա ունեցար ավելի ժամանակ պատրաստվելու։ Կարող էր նա օգտագործել այդ թունելները փախչելու հոկտեմբերի 27-ին։ Կարող էր նա փրկել իր կյանքը, վերադառնալ հետո, երբ իրավիճակը կայունանար։ Դա հարց է, որին մենք երբեք չենք իմանա պատասխանը, բայց կարևորը սա է. նա ստեղծեց այդ հնարավորությունը, քանի որ նա միշտ մտածում էր քայլ առաջ։ Նա միշտ պատրաստ էր ամենավատ սցենարին։ Եվ սակայն, ամենավատ սցենարը եղավ ավելի վատ, քան նա երբևիցե կարող էր երևակայել, քանի որ նա երևակայեց թշնամուն արտաքինից, ոչ ներսից։ Նա երևակայեց պատերազմ, ոչ դավադրություն։ Նա երևակայեց, որ եթե նա մեռնի, մյուսները կշարունակեն նրա գործը, բայց մյուսները չշարունակեցին։ Նրանք վերցրին այն, ինչը նա ստեղծել էր, եւ ավերեցին այն 25 տարում։ Արդյոք այդ թունելները երբևիցե կօգտագործվեն։ Արդյոք ինչ-որ մեկը կգտնի դրանք եւ կհասկանա, թե ինչի համար էին նրանք նախատեսված։ Թե նրանք կմնան անտեսված, լքված, մոռացված, ինչպես այն մարդը, ով ստեղծեց դրանք, մոռացված է ժամանակակից երիտասարդների կողմից, ովքեր նույնիսկ չգիտեն նրա անունը։ Դա հարց է, որը տանջում է մեզ բոլորիս։ Ինչպես մի ազգ մոռանում է իր հերոսին այդպես արագ։ Ինչպես մի պատմություն, որը պետք է սովորեցվեր ամեն դպրոցում, դարձավ արգելված թեմա, որի մասին ոչ ոք չի խոսում հանրորեն։ Բայց կար եւս մեկ գաղտնիք, որը Վազգենը պահպանում էր իր կողքին։ Գաղտնիք, որը բացատրում է, թե ինչու նա այդքան անհանգիստ էր վերջին օրերին։ Գաղտնիք, որը կապված էր ոչ թե պատերազմի հետ, այլ իր ամենամտերիմ շրջապատի հետ։ Հասարակությունը տեսնում էր Վազգեն Սարգսյանին որպես անսասան հերոս, սպարապետ, ով երբեք չի դողում, ով երբեք չի կասկածում։ Բայց ներսում նա էր մարդ, ով տառապում էր խորը պարանոյայից։ Պարանոյա, որը ծնվել էր ոչ թե հիվանդությունից, այլ իրականությունից։ Քանի որ նա գիտեր, իր շրջապատում կային մարդիկ, ում նա չէր կարող վստահել։ Վերցնենք Ռոբերտ Քոչարյանը։ Նա էր Վազգենի դաշնակիցը 1998 թվականին, երբ նրանք միասին ստիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ։ Նրանք համաձայն էին, որ Արցախը չի կարելի զիջել։ Նրանք համաձայն էին, որ Հայաստանը պետք է ուժեղ լինի։ Բայց կային տարբերություններ, որոնք Վազգենը նկատեց բավականին ուշ։ Քոչարյանը ուզում էր ոչ թե ուժեղ Հայաստան, այլ ուժեղ Քոչարյան Հայաստանում։ Նա ուզում էր իշխանություն, ոչ հաղթանակ։ Նա ուզում էր տնտեսական կառավարում, ոչ ռազմական ռազմավարություն։ Երբ Վազգենը դարձավ վարչապետ, իսկ Քոչարյանը նախագահ, մեջները ստեղծվեց լարվածություն։ Քոչարյանը ուզում էր, որ Վազգենը հնազանդ լինի իրեն, կատարի իր հրամանները, ընդունի իր քաղաքականությունը։ Վազգենը հրաժարվեց։ Նա ասաց. «Ես վարչապետ եմ, ես պատասխանատու եմ կառավարության առջև, ոչ քո անձնական ցանկությունների առջև»։ Դա սկիզբն էր կոնֆլիկտի, որը երբեք հրապարակային չդարձավ, քանի որ Վազգենը մեռավ 4 ամիս հետո։ Բայց մտերիմները տեսան այդ լարվածությունը։ Վազգենը սկսեց խուսափել հանդիպումներից Քոչարյանի հետ։
Նա սկսեց պահանջել, որ իր որոշումները չհամաձայնեցվեն նախագահի աշխատակազմի հետ։ Նա սկսեց վախենալ, որ Քոչարյանը ուզում է ազատվել իրենից։ Եվ նա ճիշտ էր։ Քանի որ հոկտեմբերի 28-ին օր հետո սպանության, Քոչարյանը վերցրեց ողջ իշխանությունը իր ձեռքերը, առանց որևէ դիմադրության, առանց որևէ վեճի։ Ինչպես թե նա իսկապես սպասում էր այդ օրվա համար։ Դա ապացույց չէ, բայց դա կասկած է, որը երբեք չի մոռացվի։ Եվ այդ կասկածը պատում է Հայաստանի բոլոր տասնամյակները Վազգենի մահից հետո։ Բայց եկեք չմնանք միայն կասկածների մեջ։ Եկեք հարցնենք. ինչ կարող էր Վազգենը անել, եթե նա նկատեր այդ վտանգը ավելի վաղ։ Կարող էր նա ստեղծել պաշտպանական համակարգ իր շուրջը, որը կանխեր դավադրությունը։ Կարող էր նա բանակցել Քոչարյանի հետ, բաժանել իշխանությունը ավելի պարզ։ Կամ կարող էր նա դիմադրել, ստեղծել իր սեփական քաղաքական համակարգը առանց նրանց, ում նա չէր վստահում։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, քանի որ Վազգենը չունեցավ այդ հնարավորությունը։ Նա մեռավ շուտ, չհասցնելով պաշտպանել իր ինքնությունը, իր ընտանիքը, իր երկիրը։ Եվ այդպես, 27 հոկտեմբերի առավոտյան, երբ նա մտավ խորհրդարանի սրահը, նա տանում էր բեռ, որը ոչ ոք չէր տեսնում։ Բեռը մարդու, ով գիտեր, որ ամեն ինչ կորցնում է, բայց դեռ շարունակում է կռվել։ Բեռը զինվորականի, ով երբեք չի ընկնում դաշտում նախքան վերջին գնդակը։ Բեռը հոր, ով թողնում է իր երեխաներին աշխարհում, որտեղ նա այլևս չի լինի նրանց պաշտպանելու։ Նա գիտեր։ Մենք հիմա հաստատ գիտենք։ Նա գիտեր։ Եվ նա դեռ գնաց։ Կային 3 մարդիկ։ Միայն 3 հոգի, ովքեր գիտեին ամեն ինչը, ամեն բժբժկական գաղտնիքը, ամեն փախուստի պլանը, ամեն թունելի տեղը Երևանի տակ։ Նրանք էին ներքին օղակը, շրջանակը, որը պաշտպանում էր Վազգեն Սարգսյանին իշխանության խաղերից, կեղծ դեմքերից, թաքնված դանակներից։ Նրանք երդվել էին նրան Արցախում, երբ դեռ բոլորը զինվորականներ էին եւ ոչ ոք քաղաքական չէր։ Նրանք սիրում էին նրան ավելի, քան իրենց ինքնությունը։ Բայց մի օր, 1999 թվականի սեպտեմբերին, այդ 3 հոգուց մեկը նստեց Վազգենի դիմաց եւ ասաց մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Նա ասաց. «Վազգեն Զավենի, նրանք խոսում են ձեր մասին»։ Վազգենը հարցրեց. «Ով»։ Մարդը պատասխանեց. «Ամենամոտիկները»։ Այդ զրույցից հետո Վազգենը դադարեց քնելուց։ Նա գիտե, որ դավաճանությունը գալիս է ոչ թե թշնամուց, այլ բարեկամներից։ Նա սկսեց դիտել յուրաքանչյուրի աչքերը հանդիպումների ժամանակ, փնտրելով նշաններ։ Ով խուսափում է նրա հայացքից։ Ով չափազանց նյութական է իր պատասխաններում։ Ով հանկարծակի սկսեց բարեկամություն առաջարկել այն մարդկանց, ում Վազգենը չէր վստահում։ Նա ստեղծեց ցուցակ 8 անուն, 8 մարդ, որոնք կարող էին նրան դավաճանել։ Նա չասաց այդ ցուցակը ոչ ոքի, բացի այդ 3 հոգուց։ Եվ նա սխալվեց միայն մի անվան մեջ, քանի որ իրական դավաճանը չէր ցուցակում։ Նա ավելի մոտիկ էր, քան Վազգենը երբևիցե կարող էր երևակայել։ Ով էր այդ մարդը։ Մենք երբեք չենք իմանա վերջնական, քանի որ նա այլևս կենդանի չէ։ Բայց այն, ինչ մենք գիտենք, բավական է հարց տալու։ Աշխատակցում էր Վազգենի հետ պաշտպանության նախարարության մեջ 1993-ից մինչև 99։ Ապա անցավ որոշ այլ պաշտոն, բայց պահպանեց կապը։ Գիտեր ամեն ինչը, ռազմավարությունները, կոնտակտները, կասկածները։ Եվ հոկտեմբերի 27-ի առավոտյան այդ մարդը զանգահարեց Վազգենին եւ ասաց, որ հիվանդ է, չի կարող գալ խորհրդարան։ Դա կարող էր պարզ համընկնում լինել, կամ կարող էր նշանակել, որ նա գիտեր, թե ինչ կպատահի։ Այդ նույն օրը, երբ տերորիստները մտան սրահը ավտոմատներով, անվտանգության ծառայության 2 գլխավոր սպաները բացակայում էին իրենց տեղերից։ Մեկը հիվանդ էր, մյուսը ուղարկված էր հանձնարարության մի այլ շենք։ Ով տվեց այդ հրամանները։ Պաշտոնական պատասխանը սովորական աշխատանք։ Իրական պատասխանը թաքնված արխիվներում, որոնք երբեք չեն բացվի, բայց խումբը գոյություն ուներ։ Ոչ թե մեկ մարդ, այլ մի ցանց, 3 հնգ, թերևս 7 հոգի, ովքեր որոշեցին, որ Վազգենը վտանգավոր է դարձել իրենց մոլուցքների համար։ Նրանք չէին ուզում բանակային ուժեղացում, ուզում էին նավթային գործարքներ Ադրբեջանի հետ։ Նրանք չէին ուզում Արցախի անկախություն, ուզում էին միջազգային ճանաչում եւ փող։ Նրանք չէին ուզում Վազգենի ռազմավարություն, ուզում էին իրենց քաղաքականություն։ Եվ հենց նրա համար, որ Վազգենը հրաժարվում էր ենթարկվել, նրանք որոշեցին հեռացնել նրան։ Ինչպես նրանք արեցին։ Սպանության մանրամասները պաշտոնապես հայտնի են, բայց մի բանի մասին երբեք չխոսվեց հրապարակ՝ հերթափոխությունը։ Անվտանգության սպաները խորհրդարանում աշխատում էին հերթափոխությամբ, յուրաքանչյուր 6 ժամ նորը փոխարինում էր հինին։
Հոկտեմբերի 27-ի առավոտյան ժամը 11-ին եղավ հերթափոխության փոփոխություն։ Նոր թիմը եկավ ոչ թե նրանցից, ում Վազգենը վստահում էր, այլ նրանցից, ում նշանակել էր ուրիշ մեկը։ Ով տվեց այդ հրամանը։ Պաշտոնական պատասխանը սովորական կազմակերպչական պատճառն էր։ Իրական պատասխանը ինչ որ մեկը, ով ուզում էր ապահովել, որ ճիշտ մարդիկը գտնվեն ճիշտ վայրում այդ օրը, այդ թիմը բաց թողեց տերորիստներին, նրանք չկրակեցին, չարգելակեցին, չզգուշացրին։ Պաշտոնական տարբերակը ապշած էին, չգիտեին ինչ անել։ Բայց այդ զինվորական ուսուցում ստացած մարդիկ, ովքեր պաշտպանել են նախարարներին տարիներ, հանկարծ դադարում են գործել։ Դա հավատալի է։ Արխիվները գիտեն ճշմարտությունը, բայց արխիվները փակ են 25 տարի, եւ նրանք կմնան փակ, քանի դեռ այն մարդիկը, ովքեր շահեցին այդ օրվանից, ապրում են եւ իշխում են Հայաստանում։ Բայց խոսենք միջանկյալ Վազգենի ֆիզիկական վիճակի մասին։ Այն մասին, թե ինչպես իշխանությունը կերում էր նրան ներսից, թեև նա միայն 5 ամիս վարչապետ էր։ Երբ նա ստանձնեց պաշտոնը 1999 թվականի հունիսին, նա 19 տարեկան էր։ Ուներ մազերը դեռ սև, դեմքը ուժեղ, ձայնը հստակ։ Բայց վերջին լուսանկարները, որոնք նկարահանվել են հոկտեմբերի սկզբին, ցույց են տալիս ուրիշ մարդու։ Նրա մազերը ճերմակել էին, ոչ ամբողջովին, այլ բավականաչափ, որ նկատվի։ Նրա դեմքը ուներ գծեր, որոնք 5 ամիս առաջ չկային։ Նրա աչքերը ունեին հոետքեր քնի պակասի, լարվածության, այն խորը հոգնածության, որը չի բուժվում ոչ մի հանգստով։ Նա կորցրել էր կշիռքից, ոչ շատ, բայց նրա կոստյումը ավելի ազատորեն կախված էր։ Նրա անձնական բժիշկը, ով դեռ կենդանի է, բայց մերժում է հրապարակային խոսել, մի անգամ ասել է մտերիմ բարեկամին. Վազգենը տառապում էր անքնությամբ, բարձր ճնշումով, լարվածությամբ։ Բժիշկը գրել էր դեղամիջոցներ, բայց Վազգենը հրաժարվում էր դրանք ընդունելուց։ Նա ասում էր. «Ես պետք է լինեմ պարզ մտքով, ոչ մարմնիս տակ քիմիական նյութերի»։ Նա վախենում էր, որ դեղերը կթուլացնեն նրա ռեակցիան, իսկ նա հավատում էր, որ յուրաքանչյուր վայրկյան կարող է պահանջել արագ որոշում կյանքի եւ մահվան միջև։ 1991-ից, երբ նա առաջին անգամ դարձավ պաշտպանության նախարար, մինչև 1999 նա ստանձնած էր տարբեր պաշտոններ, անցել էր պատերազմներով, քաղաքական ճգնաժամերով, կյանքին սպառնացող իրավիճակներով։ 8 տարի սահմանագծում։ 8 տարի, երբ ամեն օր կարող էր վերջին լինել։ Դա թողեց իր նշանները նրա մարմնի վրա։ Դրա համար էր, որ 19 տարեկանում նա տեսնվում էր որպես 50։ Դրա համար էր, որ երբ նա խոսում էր, նրա ձայնը երբեմն դողում էր, ոչ վախից, այլ հոգնածությունից, որը շարունակվել էր ավելի քան տասնամյակ։ Բայց նրա ամենամեծ ցավը ֆիզիկական չէր։ Նա ապրում էր կոչված պարանոյայի տակ, բայց այդ պարանոյան հաստատված էր իրականությունից։ Նա զգում էր, թե ինչպես մարդիկ, ում նա վստահում էր, սկսում են հեռանալ նրանից։ Զգում էր, թե ինչպես ստվերները երկարում են իր շուրջը։ Զգում էր, թե ինչպես հողը սկսում է սողալ իր ոտքերի տակից։ Եվ նա չէր կարող դադարեցնել դա, քանի որ իշխանությունը դա է, անվերջ պայքար, որտեղ դու պետք է պահպանես հաշվի ամեն մարդուն, ամեն խոսքին, ամեն լռությանը։ Երբ մարդ ապրում է այդպիսի լարվածության մեջ, նրա մարմինը սկսում է տուժել։ Սիրտը աշխատում է ավելի ուժգին։ Թոքերը ավելի դժվար են շնչում։ Ուղեղը չի դադարում աշխատել նույնիսկ քնի ժամանակ, վերլուծելով սցենարներ, որոնք կարող են տեղի ունենալ վաղը։ Դա էր Վազգենի վիճակը հոկտեմբերի 27-ի առավոտյան։ Նա արթնացավ, տեսավ արևը, բայց զգաց, թե ինչպես նրա սիրտը ծանր է հարվածում կրծքավանդակի մեջ։ Նա գիտեր, այսօր մի բան տեղի կունենա։ Նա չգիտեր ինչ, բայց զգաց դա իր մարմնում։ Եվ նա չմնաց տանը։ Նա գնաց խորհրդարան։ Քանի որ նա էր զինվորական, եւ զինվորականները երբեք չեն անտեսում իրենց պարտքը, նույնիսկ երբ իրենց մարմինը գոչվում է մնա։ Արխիվները։ Այն խոսքը, որը պատմում է ամեն ինչը, բայց ոչ ոք երբեք չի կարդա։ Հայաստանի անվտանգության ծառայության նախկին KGB-ի մեկուսի շենքում Երևանում գոյություն ունի սենյակ, համարված Արխիվ համար 7։ Այնտեղ պահվում են գաղտնի փաստաթղթեր, որոնք առնչվում են հանրապետության ամենակարևոր դեպքերին։ Հոկտեմբերի 27-ը մասնակից է այդ արխիվի, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը։ Քանի որ հոկտեմբերի 28-ին, մի օր հետո սպանության, 3 ավագ սպաներ մտան այդ սենյակը եւ վերցրին որոշակի թղթեր։ Պաշտոնական բացատրությունը անվտանգության պատճառներ։ Իրական բացատրությունը ոչ ոք չգիտի, բայց բավականին հստակ է գուշակել։ Ինչ էր այդ թղթերում։ Մենք երբեք չենք իմանա, բայց կարող ենք ենթադրել կապակցությունների գծագրեր, ովքեր հանդիպում էին ումով, երբ, որտեղ։ Հեռախոսային ձայնագրություններ գաղտնի խոսակցությունների,
Բանկային փոխանցումներ, որոնք բացատրում էին, թե ով ֆինանսավորել է տերորիստներին։ Անձնագրեր, որոնք ցորոնք ցույց էին տալիս, թե ով օգնել է նրանց ստանալու զենքը։ Այդ բոլոր փաստաթղթերը կբացատրեին ողբերգությունը ոչ թե որպես միայնակ խելագարի գործողություն, այլ որպես ծրագրված, կազմակերպված, ֆինանսավորված դավադրություն։ Բայց այդ էջերը չկան այլևս։ Նրանք այրվել են, ջրահեղձվել են, կամ թաքնված են այնպիսի տեղում, որտեղ ոչ ոք չի գտնի։ Եվ այդպես ճշմարտությունը մնում է անհասանելի։ Սակայն կան ուրիշ արխիվներ։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները պահում են իրենց տվյալները Հայաստանի վերաբերյալ։ Նրանք ունեին գործակալներ Երևանում 1999 թվականին, ինչպես միշտ։ Նրանք գիտեին, թե ինչ է տեղի ունենում։ Նրանք լսում էին խոսակցությունները, տեսնում էին հանդիպումները, վերլուծում էին իրադարձությունները։ Եվ նրանք ունեին կարծիք, արդյոք հոկտեմբերի 27-ը ներքին փայլուն էր, թե արտաքին միջամտություն։ Բայց Մոսկվան երբեք չի տա այդ ինֆորմացիան Երևանին, քանի որ եթե ճշմարտությունը դուրս գա, դա կանդրադառնա նաև Ռուսաստանի շահերին։ Ամերիկյան հետախուզությունը նույնպես ունի թղթեր։ Կոնգրեսի գրադարանը պահում է գաղտնազերծված փաստաթղթեր Հարավային Կովկասի մասին, բայց ամենակարևոր էջերը դեռ փակ են ազգային անվտանգության պատճառներով։ Երբ դրանք բացվեն, թերևս 50 տարի հետո, եւ բոլոր ներգրավված մարդիկը մեռած կլինեն, աշխարհը կսովորի մի բան, որը փոխում է Հայաստանի պատմության հասկացողությունը։ Բայց մինչ այդ լռություն։ Եվ այդպես մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ փաստերը թաքնված են, վկաները վախեցած են, մեղավորները պաշտպանված են։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ ճշմարտությունը մեծ արժեք ունի, քան մարդկային կյանքերը, քանի որ ճշմարտությունը կարող է քանդել իշխանության համակարգեր, որոնք կառուցվել են սուտի վրա։ Բայց արխիվները չեն կարող թաքնված լինել հավերժ, քանի որ պատմությունը ունի սովորություն բացատրվելու վերջում։ Մի օր, թերևս, երբ այս սերունդը չի լինի, երբ վախը վերանում է, երբ իշխանությունը փոխվում է, ինչ որ մեկը կգտնի այդ արխիվները։ Եվ այդ օրը ողջ Հայաստանը կիմանա, Վազգեն Սարգսյանը սպանվել է ոչ թե տերորիստի կողմից, այլ համակարգի կողմից, որը վախենում էր նրանից։ Համակարգի, որը դեռ կառավարում է այսօր։ Բայց եկեք խոսենք ամենակարևոր հարցի մասին։ Ով շահեց։ Քանի որ յուրաքանչյուր հանցագործության մեջ առաջին հարցը միշտ նույնն է, ով ստացավ օգուտը, կամ, ինչպես լատիներեն ասում են, cui bono։ Հոկտեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանը եղավ Հայաստանի ամենահզոր մարդը։ Նա ունեցավ վարչապետի պաշտոնը, նա ունեցավ խորհրդարանական մեծամասնությունը, նա ունեցավ բանակի հավատարմությունը, նա ունեցավ ժողովրդի սիրը, նա ունեցավ պլանները բարեփոխումների, զարգացման, ուժեղացման համար։ Նրա ճանապարհը պարզ էր՝ հաջորդ 5-ից 10 տարում դառնալ Հայաստանի իրական ղեկավարը, թեկուզ ֆորմալ պաշտոնով կամ առանց դրա։ Հոկտեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանը մեռած էր, եւ ամեն ինչ, ինչ նա ունեցավ, գնաց մեկ ուրիշ մարդու մոտ՝ Ռոբերտ Քոչարյան։ Նախագահ Քոչարյանը, ով 1999 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր ապրում էր Վազգենի ստվերում, քանի որ Վազգենն ավելի ուժեղ էր, հանկարծ դարձավ միակ տերը բոլոր այն ինչի, ինչ Վազգենը կառուցել էր։ Խորհրդարանական մեծամասնությունը, բանակի հավատարմությունը, իշխանության լծակները, ամեն ինչ։ Եվ նա օգտագործեց դա մնալու իշխանության մեջ հաջորդ 10 տարի, կառուցելու համակարգ, որը դրեց նրա ընտանիքը եւ նրա շրջապատը Հայաստանի բոլոր հիմնական ռեսուրսների վրա։ Եթե Վազգենը ապրեր, այդ բոլորը երբեք չէին տեղի ունենա։ Դրա համար ով շահեց։ Պատասխանը բացահայտ է՝ Ռոբերտ Քոչարյանը։ Բայց նա չէր միակը։ Քանի որ հոկտեմբերի 28-ից հետո, երբ մեկնարկեց նոր ժամանակաշրջանը, կար եւս մեկ մարդ, ով բարձրացավ վեր՝ Սերժ Սարգսյանը։ Նա էր Վազգենի եղբորորդին, նրա մտերիմը Արցախի ճակատից, նրա դաշնակիցը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարում 1998 թվականին։ Երբ Վազգենը մեռավ, Սերժը դարձավ ներքին գործերի նախարար, ապա պաշտպանության նախարար, ապա վարչապետ, ապա նախագահ։ Նա իշխեց 10 տարի Հայաստանում, ստեղծելով համակարգ, որը կոչվում էր օլիգարխիա, որտեղ նրա ընտանիքը տիրապետում էր բիզնեսին, կառավարությանը, արդարադատությանը։ Եթե Վազգենը ողջ մնար, Սերժ Սարգսյանը երբեք չէր հասներ այդ ամենին։ Դրա համար ով շահեց։ Բայց մտածեք ավելի խորը. ով շահեց տնտեսապես։ Հոկտեմբերի 28-ից հետո Հայաստանի տնտեսությունը սկսեց կենտրոնանալ սակավ ընտանիքների ձեռքում։ Հանքարդյունաբերությունը, էներգետիկան, ներմուծումը, շինարարությունը, ամեն ինչ գնաց այն մարդկանց մոտ, ովքեր մոտիկ էին նոր իշխանությանը։ Վազգենի պլանները ստեղծել միջին դասակարգ, զարգացնել փոքր բիզնեսը, տալ երիտասարդներին հնարավորություններ, ամեն ինչ մոռացվեց։ Փոխարենը եկավ կոռուպցիան,
այնպիսին, որը երբեք չէր եղել նույնիսկ սովետական ժամանակներում։ Փողը սկսեց հոսել դեպի լինելի, ապա դեպի օֆշորներ, ապա դեպի Եվրոպայի բանկեր։ Հայաստանը աղքատացավ, մինչդեռ նրա ղեկավարները հարստացան։ Եթե Վազգենը ապրեր, դա տեղի չէր ունենա։ Նա էր զինվորական, ոչ գործարար։ Նա չէր հանդուրժի այն մարդկանց, ովքեր գողանում են պետությունից։ Նա ինքը ապրում էր պարզ առանց շքեղության։ Նրա ամենաշքեղ բանը եղել է նրա կարողությունը պաշտպանել հայրենիքը։ Բայց այդ տեսակի մարդը վտանգավոր է նրանց համար, ովքեր ուզում են հարստություն իշխանությունից։ Դրա համար ով շահեց։ Նրանք, ովքեր կառավարեցին Հայաստանը հաջորդ 20 տարի։ Նրանք, ովքեր դարձրին երկիրը իրենց անձնական բիզնեսը։ Նրանք, ովքեր ուղարկեցին երիտասարդությանը արտերկիր, փախչելու աղքատությունից։ Նրանք, ովքեր կորցրին Արցախը 2020 թվականին, քանի որ բանակը քայքայված էր կոռուպցիայով։ Դա է պատասխանը հարցին, ով շահեց։ Եվ դա է պատճառը, թե ինչու ճշմարտությունը երբեք չի բացահայտվի պաշտոնապես, քանի որ այդ ճշմարտությունը կանդրադառնա այն մարդկանց, ովքեր դեռ ապրում են, դեռ հարուստ են, դեռ պաշտպանված են։ Բայց կա ևս մի բան, որը փակվում է բոլորից։ Վազգենի վերջին 5 ժամերը։ Հոկտեմբերի 27-ը, ժամը 6-ը առավոտյան։ Վազգեն Սարգսյանը արթնացավ իր տանը, մենակ իր սենյակում, քանի որ նա երկար ժամանակ էր, որ քնում էր առանձին իր կնոջից, որպիսի չխանգարեր նրան իր անքնությամբ։ Նա վերցավ հեռախոսը, նայեց հաղորդագրություններին։ 20 զանգ, 5 ավելի շատ, քան սովորականը։ Ովից։ Նա զգաց, որ ինչ-որ բան սխալ է, բայց չիմացավ ինչ։ Ժամը 7-ը։ Նա նստեց իր աշխատասենյակում եւ կարդաց զեկույցները։ Բանակային վիճակը սահմանագծում հանգիստ, տնտեսական ցուցանիշները դանդաղ աճում, քաղաքական իրավիճակը լարված, բայց վերահսկելի։ Ամեն ինչ նորմալ էր։ Բայց նա զգում էր, թե ինչպես նրա ձեռքերը դողում են, երբ նա շրջում էր էջերը։ Նա վախենում էր, թեև նա երբեք չէր ընդունի այդ բառը իր մասին։ Ժամը 8-ը։ Նա ընթրեց առավոտյան սնունդը իր ընտանիքի հետ։ Նրա որդին, ով այն ժամանակ 14 տարեկան էր, հարցրեց. «Հայր, ինչու ես այսօր այդպես լուռ»։ Վազգենը ժպտաց եւ ասաց. «Պարզապես հոգնած եմ, որդեակ»։ Բայց նրա աչքերը ասում էին ուրիշ բան։ Նրանք ասում էին. «Ես վախենում եմ, որ երբեք այլևս չտեսնեմ քեզ»։ Նրա կինը նկատեց այդ եւ շոշափեց նրա ձեռքը, բայց ոչինչ չասաց։ Երբեմն լռությունը ավելի ուժեղ է, քան խոսքերը։ Ժամը 10-ը։ Նա նստեց իր մեքենայի մեջ, զրահապատ, սև, անանուն։ Նրա անվտանգության 2 սպաները նստեցին առջևում։ Նրանք էին նորերը, ոչ այն մարդիկ, ում նա վստահում էր տարիներ։ Նա հարցրեց. «Ուր են Արամը եւ Կարենը»։ Սպաներից մեկը պատասխանեց. «Հիվանդ են, Վազգեն Զավենի»։ Նա զգաց սառը ալիքը իր մարմնով անցնող, բայց ոչինչ չասաց։ Երբեմն, երբ դու գիտես, որ դավադրությունը շատ ուժեղ է, լռությունը միակ պաշտպանությունն է։ Ճանապարհը խորհրդարան տևեց 15 րոպե։ Վազգենը նայում էր պատուհանից, տեսնում Երևանի փողոցները, մարդկանց, ովքեր վազում էին դեպի աշխատանք, երեխաներին, ովքեր խաղում էին այգիներում։ Նա մտածում էր. արդյոք նրանք գիտեն, որ ամեն ինչ կարող է փոխվել այսօր։ Ժամը 11-ը։ Մեքենան կանգնեց խորհրդարանի մուտքի մոտ։ Վազգենը նայեց շենքին, սովետական ճարտարապետություն, մոխրագույն, անշունչ, սառը։ Նա նշմարեց, որ սովորական պահակները բացակայում են իրենց տեղերից։ Նա նշմարեց, որ մուտքը չափազանց բաց է։ Նա նշմարեց, որ ինչ-որ բան սխալ է։ Բայց նա չկարող էր դադարել։ Քանի որ եթե նա դադարեր, դա նշանակում էր ընդունել, որ նա վախենում է։ Եվ Վազգեն Սարգսյանը երբեք չընդունեց վախը։ Նա դուրս եկավ մեքենայից։ Նա քայլեց դեպի մուտքը։ Նա տեսավ անվտանգության սպաներին, որոնք նայում էին նրան տարօրինակ, ոչ թե հարգանքով, այլ ցավով կամ սկսորդություններով։ Նա մտավ շենքը։ Նա բարձրացավ աստիճաններով դեպի երկրորդ հարկը, որտեղ խորհրդարանական նիստը սպասում էր նրան։ Նա բացեց դռները եւ մտավ իր վերջին սրահը։ Մենք երբեք չենք իմանա ճիշտ, թե ինչ էր տեղի ունենում նրա մտքերում այդ վերջին վայրկյաններին, բայց մենք կարող ենք երևակայել մարդու, ով տեսավ հրացանները, բայց չվազեց, մարդու, ով լսեց կրակոցները, բայց դեռ կանգնած էր, մարդու, ով հասկացավ, որ այս վերջն է, բայց չխնդրեց ողորմություն, մարդու, ով գիտեր, որ նա մեռնում է ոչ թե որպես դավաճան, այլ որպես հերոս։ Եվ դա է այն, ինչը մնում է մեզ հետ։ Վազգենը մեռավ այնպես, ինչպես նա ապրեց, կռվելով։ Բայց հիմա եկեք խոսենք այն մասին, ինչը երբեք չեղավ։ Այն Հայաստանի մասին, որը կարող էր լինել, եթե այդ հրացանները երբեք չկրկնվեին։ Պահպանված են փաստաթղթեր, թաքնված արխիվներում, գաղտնի դարակներում, դարձած դեղին ժամանակից։
Դրանք Վազգեն Սարգսյանի անձնական հուշագրերն են, գրված նրա ձեռքով 1999 թվականի ամռանը։ Փաստաթղթեր կոդավորված անուններով՝ պլան A, պլան B, ան B, պլան G։ Դրանք նրա տեսլականն էին հաջորդ 10 տարվա համար, եթե նա մնար իշխանության մեջ։ Մենք խոսեցինք մարդու հետ, ով ունի այդ փաստաթղթերի պատճենները, պատճենեց դրանք հոկտեմբերի 26-ին, մի օր առաջ սպանության, երբ Վազգենը հանձնել էր դրանք նրան եւ ասել. «Եթե ինձ ինչ-որ բան պատահի, պահպանիչ դրանք, թող աշխարհը իմանա, թե ինչ մենք կորցրինք»։ Պլան A. Բանակ։ Վազգենը պլանավորում էր 2 տարում ավելացնել Հայաստանի բանակը մինչև 40,000 ակտիվ զինվոր եւ 100,000 պահեստազորականներ։ Նա պլանավորում էր ձեռք բերել ժամանակակից զենք Ռուսաստանից, Չինաստանից, նույնիսկ Իսրայելից, ստեղծելով բազմազան մատակարարում, որպեսզի Հայաստանը չկախված լիներ մի աղբյուրից։ Նա պլանավորում էր ստեղծել պաշտպանական արդյունաբերություն Հայաստանում, արտադրել զինամթերք, տանկերի պահեստամասեր, արբանյակները։ Նա պլանավորում էր գործակներ Իրանի հետ, փոխելու նավթը զենքի դիմաց, քանի որ Իրանն անջատված էր արևմուտքից եւ պահանջում էր դաշնակից Կովկասում։ Յուրաքանչյուր մանրամասն էր գրված, ժամանակացույց, պատասխանատուներ։ Եթե այդ պլանը իրականացվեր, 2020 թվականին Հայաստանը ունենար բանակ, որը կրնար պաշտպանվել անկախորեն Ադրբեջանից։ 2020 թվականի պատերազմը չէր տեղի ունենա այնպես ինչպես եղավ, քանի որ Ադրբեջանը երկար մտածեր առաջ հարձակվելուց, երբ գիտեր, որ Հայաստանը պատրաստ է։ Կամ եթե պատերազմը տեղի ունենար, մենք չէինք կորցնի Արցախը 44 օրում։ Մենք կպաշտպանեինք այն, քանի որ մեր բանակը ուժեղ կլիներ, մեր զենքը ժամանակակից, մեր զինվորները պատրաստված։ Բայց Վազգենը չապրեց, եւ նրա պլանը մնաց թղթի վրա։ Փոխարենը նրա հաջորդները խլեցին բանակից, գողացան պաշարներից, վաճառեցին զենքը սև շուկայում, թուլացրին բանակային կարգապահությունը։ 2020 թվականին մեր բանակը չպատրաստված էր, քանի որ 20 տարի նրան ոչ ոք չհետապնդեց այնպես, ինչպես Վազգենը կհետապնդեր։ Պլան B. Տնտեսություն։ Բայց նախ պատկերացրեք։ Պատկերացրեք Հայաստանը 2024 թվականին, որտեղ Երևանը կոչվում է Կովկասի սիլիկոնյան հովիտ, որտեղ երիտասարդ ծրագրավորողները չեն փախչում Կալիֆոռնիա, քանի որ Հայաստանում նրանք ստանում են նույն հնարավորությունները, որտեղ IT կոմպանիաները վաստակում են միլիարդներ եւ այդ փողը մնում է Հայաստանում, կառուցում դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, որտեղ աղքի կոմեղաղկատությունը հազվագյուտ բացառություն է, ոչ թե կանոն։ Դա չէր ֆանտազիա, դա էր Վազգենի պլանը։ Նա ցանկանում էր բացել Հայաստանը դեպի արևելյան շուկաներ, Իրան, Վրաստանի միջոցով դեպի Չինաստան, նույնիսկ Հնդկաստան։ Նա ցանկանում էր ստեղծել ազատ տնտեսական գոտիներ սահմանամերձ քաղաքներում՝ Գյումրի, Կապան, որտեղ արտասահմանյան կոմպանիաները կունենան հարկային արտոնություններ, եթե բերեին ներդրումներ։ Նա ցանկանում էր զարգացնել IT ոլորտը, դարձնել Հայաստանը Կովկասի սիլիկոնյան հովիտը, քանի որ նա գիտեր, որ հայերը լավագույններն են ծրագրավորման մեջ։ Նա ցանկանում էր վերականգնել գյուղատնտեսությունը, վերադարձնել հողը ֆերմերներին, ով իսկապես մշակում էին այն, ոչ թե մեծածախ կոմպանիաներին, ովքեր պահում էին այն դատարկ։ Եթե այդ պլանը իրականացվեր, Հայաստանի տնտեսությունը աճեր տարեկան 5-ից 7%-ով հաջորդ 20 տարի։ Դա նշանակում էր, այսօր մեր հնան կլիներ 3 անգամ ավելի մեծ, քան այն, ինչ է։ Դա նշանակում էր աշխատատեղեր երիտասարդների համար, ովքեր այսօր հեռանում են Ռուսաստան կամ Եվրոպա։ Դա նշանակում էր միջին դասակարգ, որը կպաշտպաներ ժողովրդավարությունը։ Դա նշանակում էր հույս։ Բայց դա չպատահեց։ Փոխարենը եկավ օլիգարխիան, եկավ կոռուպցիան, եկավ հույսի կորուստը, եւ երիտասարդությունը նփախավ։ Այսօր 1 միլիոն հայեր ապրում են Ռուսաստանում, երազում են մի օր վերադառնալ, բայց գիտեն, որ երբեք չեն կարող, քանի որ Հայաստանը չունի ապագա իրենց համար։ Պլան G. Կրթություն եւ մշակույթ։ Բայց նախ մի հարց. ինչու այսօր Հայաստանի լավագույն ուսանողները հեռանում են արտերկիր։ Ինչու նրանք ուսումնասիրում են Մոսկվայում, Բեռլինում, Բոստոնում, ոչ թե Երևանում։ Ինչու մեր համալսարանները դասակարգվում են 30-րդ 100-ներորդում գլոբալ ռեյթինգներում։ Պատասխանը պարզ է, քանի որ հոկտեմբերի 28-ից հետո կրթությունը դադարեց լինել առաջնահերթություն։ Վազգենը ցանկանում էր փոխել այդ։ Նա հավատում էր, որ ուժեղ ազգը սկսվում է դպրոցներից։ Նա պլանավորում էր բարեփոխել կրթական համակարգը, վերցնել լավագույն փորձը Ֆինլանդիայից, Իսրայելից, Հարավային Կորեայից։ Նա ցանկանում էր, որ հայ երեխաները սովորեն ոչ միայն պատմություն, այլև քննադատական մտածելակերպ, ստեղծագործություն, գիտություն։
Նա ցանկանում էր բացել ռազմավարական ինստիտուտ, որտեղ լավագույն ուսանողները կուսումնասիրեին, թե ինչպես պաշտպանել Հայաստանը երկար ժամկետով։ Նա ցանկանում էր ստեղծել ազգային գրադարան, որտեղ պահվեին բոլոր հայկական գրքերը, բոլոր փաստաթղթերը, բոլոր արխիվները, որպիսի ապագա սերունդները իմանային իրենց արմատները։ Եթե այդ պլանը հկանացվեր, Հայաստանը այսօր ունենար կրթական համակարգ, որը կհամեմատվեր Եվրոպայի լավագույնների հետ։ Դա նշանակում էր երիտասարդներ, ովքեր մնում են հայրենիքում, քանի որ նրանք ստանում են որակյալ կրթություն։ Դա նշանակում էր ազգային ինքնագիտակցություն, որը պաշտպանում է մեզ արտաքին ուժերից։ Դա նշանակում էր ապագա։ Բայց Վազգենը չապրեց, եւ փոխարենը կրթությունը մնաց թուլացած, դպրոցները փլատակած, ուսուցիչները աղքատացած, եւ լավագույն երիտասարդները հեռանում են արտասահման, ուսումնասիրելու այնտեղ, որտեղ համակարգը գործում է։ Սա չէր ֆանտազիա, սրանք փաստաթղթեր էին, մանրամասն, իրատեսական, հնարավոր։ Վազգենը չէր երազող, նա էր պլանավորող, մարդ, ով չէր խոսում ապարդյուն խոսքեր, այլ գործում էր։ Եվ եթե նրան որը կախված էր Ռուսաստանից, որը փախչում են երիտասարդները։ Մենք տեսնում ենք երկիր, որը թույլացված է այնպես, որ յուրաքանչյուր հարևան հավցականի տակ է դնում դրա գոյությունը։ Մենք տեսնում ենք երկիր, որը մոռացավ, թե ինչպես հաղթել։ Բայց մենք նաև տեսնում ենք երկիր, որը դեռ հիշում է։ Հիշում է Վազգեն Սարգսյանի անունը։ Հիշում է սպարապետին, ով փրկեց Արցախը։ Հիշում է մարդուն, ով կարող էր փրկել Հայաստանը։ Եվ այդ հիշողությունը տանջում է մեզ, քանի որ մենք գիտենք, մենք կորցրինք ոչ միայն մի մարդու, այլ ամբողջ ապագայի։ Արդյոք երբևիցե մեկը կշարունակի այն, ինչը Վազգենը սկսեց։ Արդյոք երբևիցե Հայաստանը կվերադառնա ուղուն, որը նա նկարագրեց։ Արդյոք երբևիցե մենք կիմանանք ճշմարտությունը նրա մահվան մասին։ Դրանք հարցեր են, որոնց պատասխանները չգիտենք։ Դրանք հարցեր են, որոնք կմնան բաց մինչև այն օրը, երբ Հայաստանը վերջապես պատրաստ է դիմագրավել իր անցյալը։ Բայց մի բանը հաստատ է. Վազգենի պատմությունը չավարտվեց հոկտեմբերի 27-ին։ Նա ապրում է մեր հիշողության մեջ, ոչ թե որպես մարդ, ով մեռավ, այլ որպես մարդ, ով ցույց տվեց, թե ինչպես պետք է ապրել։ Պոդքասթը կարող եք լսել Նոյմենգրադ ընկերության միության հեռախոսապատուղի Ջ. Ապրել հայրենիքի համար։ Ապրել արժանապատվությամբ։ Ապրել առանց վախի։ Եվ մինչև այն օրը, երբ Հայաստանը կդառնա այն, ինչ Վազգենը երազում էր։ Նրա անունը կմնա մեր սրտերում։ Սպարապետը։ Մեր սպարապետը։ Հերոսը, ով կկործավ, բայց երբեք չի մոռացվի։ Քանի որ այն մարդիկը, ովքեր մեռնում են հայրենիքի համար, երբեք իսկապես չեն մեռնում։ Նրանք ապրում են յուրաքանչյուր նոր սերնդի մեջ, ովքեր վերցնում են նրանց դրոշը եւ շարունակում են ճանապարհը։ Եվ եթե մենք ուզում ենք պատվել Վազգենի հիշատակը, մեր պարտքը պարզ է. շարունակել այն, ինչը նա սկսեց։ Կառուցել այն Հայաստանը, որը նա երազում էր։ Պաշտպանել այն ազգը, որի համար նա տվեց ամեն ինչ։ Դա է նրա կտակը։ Եվ դա է մեր պարտքը։ Պատմություն, որը երբեք չի վերջանա, քանի դեռ մենք հիշում ենք։